Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և մենք շարունակում ենք պատրաստել աղցաններ կանաչ զեյթունով։ Եթե չեք դիտել նախորդ 3 տարբերակները, որոնք արդեն տեղադրված են, դիտեք, իսկ ես շարունակում եմ ներկայացնել ևս 2 տարբերակ, այս անգամ արդեն լավաշով, նաև թոնրի լավաշով։ Հիմա ներկայացնեմ տարբերակները։ Ուրեմն առաջին տարբերակը պահանջում է կանաչ զեյթուն 2-ից 250 գրամ առանց կորիզի, ընկույզ 1 բուռ, թեթև տապակած ու կոպիտ մանրացված, չորացրած անանուխ կես թեյի գթալ կամ ըստ ճաշակի, ձիթայուղ 1-ից 2 ճաշի գթալ, կիտրոնի հյութ կամ զեյթունի թեթև մարինադ, ըստ ճաշակի, սև պղպեղ ցանկության դեպքում։ Ինչպես ենք պատրաստելու։ Զեյթունները կտրատում ենք օղակներով կամ կիսում ենք։ Ավելացնում ենք տապակած ընկույզը, լցնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը կամ մի քիչ մարինադ, ավելացնում ենք չորացրած անանուխը և խառնում ենք, մատուցում ենք թոնրի լավաշի հետ։ Համը ստացվում է թեթև, ուրավետ ու շատ, կարելի ասել գյուղական։ Երկրորդ բաղադրատոմսը կծու հայկական տարբերակ, սա ընկույզով է արդեն։ Այս տարբերակը կարելի է մատուցել որպես աղցան կամ լավաշով փաթաթած մատուցում։ Բաղադրիչները կանաչ զեյթուն 200 գրամ, ընկույզ 1 բուռ լավ մանրացրած, սխտոր 1 փոքր պճեղ ճզմած, կծու պղպեղ ըստ ճաշակի, թարմ կամ չոր, կարմիր քաղցր պղպեղ, պապրիկա կես թեյի գթալ, չորացրած անանուխ կամ ուրձ 1 պտղունց, ձիթայուղ 1-ից 2 ճաշի գթալ, կիտրոնի հյութ ըստ ճաշակի և աղ ըստ անհրաժեշտության, քանի որ զեյթունը իր մեջ աղ է պարունակում, պետք է զգույշ լինել։ Պատրաստման եղանակը զեյթունները մանր կտրատել, ավելացնել ընկույզը, սխտորը և համեմունքները, լցնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը և լավ խառնում ենք, թողնում ենք 10-15 րոպե, որպեսզի միավորվեն, մատուցում ենք որպես աղցան, որպես նախուտեստ կամ լավաշով փաթաթած, քսում ենք լավաշի վրա, փաթաթում և կտրում կտորներով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։